ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռադկլիֆը հայտարարել է, որ ըստ նոր հավաստի տվյալների Իրանի միջուկային ծրագիրը լրջորեն վնասվել է եւ վերականգնման համար տարիներ կպահանջվեն։ Ամերիկացի պաշտոնյայի հայտարարությունը հետևում է լրատվամիջոցների հրապարակումներին, որոնք հղումանելով Պենտագոնի արտահոսած նախնական զեկույցին, գրեցին, որ Իրանի միջուկային 3 օբյեկտներին ԱՄՆ զինուժի հարվածները ամբողջությամբ չեն ոչնչացրել միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները։ Դրանից հետո ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետևից հավաստիացնում են, որ դրանք ամբողջությամբ ոչնչացվել են։ Ըստ Ջոն Ռադկլիֆի նոր տվյալները ձեռք են բերվել հուսալի ու փորձված մեթոդով։ Խոսքը պատմականորեն հուսալի եւ ճշգրիտ աղբյուրներից եւ մեթոդով ստացված հետախուզական նոր տվյալների մասին է, որոնք ցույց են տալիս, որ Իրանի միջուկային մի քանի կարևոր օբյեկտներ ոչնչացվել են եւ դրանց վերականգնման համար տարիներ կպահանջվեն։ Այս ֆոնին ԱՄՆ նախագահը, ում միջնորդությամբ դադարեցվեց Իրանի ու Իսրայելի միջև պատերազմը, 3 ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ասել է, թե չի կարծում, որ Իրանը կշարունակի իր միջուկային ծրագիրը։ Դոնալդ Թրամփը սակայն չի բացառել, որ Իրանն ու Իսրայելը կարող են կրկին հարվածել միմյանց։ Նրանք երկուսն էլ հոգնած են, ուժասպառ, նրանք շատ ուժեղ եւ շատ դաժան պայքար են մղել, շատ բռնի, իսկ հնարավոր է, որ դա նորից սկսվի։ Կարծում եմ մի օր կարող է, հնարավոր է շուտով սկսվի։ Արդեն երրորդ օրը Իրանի ու Իսրայելի միջև պահպանվում է հրադադարը, պահպանվում է նաև Իրանի հռետորաբանությունը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Մոհամմադ Պակպուրն ասել է, որ իրենց մարտիկներն ամեն պահի պատրաստ են հակահարված տալու, եթե դրա կարիքը լինի։ Եթե թշնամին սխալ թույլ տա, նրան վճռական եւ հզոր պատասխան կտանք, ճիշտ այնպես, ինչպես վերջին 12 օրերին։ Երբ խոսքը վերաբերում է այս երկրի պաշտպանությանը, մենք մեկ վայրկյան անգամ չենք տատանվում։ Իրանի պետական հեռուստաընկերության նախագահը դատապարտել է Իսրայելին պատերազմի օրերին հեռուստաընկերությանը հարվածելու համար։ Փեյման Ջեբելին ասել է, որ շենքին 5 հրթիռ է հարվածել, որոնք էական վնաս են պատճառել։ Երբ Իսրայելը իրեն թույլ է տալիս խախտել խոսքի ազատությունը եւ մարդկանց իրավունքները, միլիոնավոր մարդկանց առաջ ուղիղ եթերում, չի կարելի ակնկալել, որ նա կպահպանի բարոյական նորմերը։ Արաբական լիգան ողջունել է Իրանի եւ Իսրայելի միջև հրադադարը եւ հույս հայտնել, որ այն ճանապարհ կհարթի Գազայի հատվածում հրադադար հաստատելուն։ Լիգայի գլխավոր քարտուղարի խոսնակ Ջամալ Ռուշդին ասել է, որ պատերազմի հետևանքով Գազայում տիրող ողբերգական իրավիճակը մնացել է ստվերում։ Գազայում տիրող իրավիճակը պետք է անհապաղ հանգուցալուծվի։ Կարող ենք հուսալ, որ Իրանի հետ հակամարտության ավարտը կարող է Գազայի ճգնաժամի լուծման սկիզբը լինել եւ հողհարթել պաղեստինյան կարգավորման գործընթացի մեկնարկի համար։ Հրադադարի հաստատումից ի վեր Իրանի գերագույն առաջնորդը դեռ չի երևացել հանրությանը։ Ըստ BBC-ի, երբ Այաթոլլա Ալի Խամենեին դուրս գա բունկերից, որտեղ եղել է պատերազմի ողջ ընթացքում, նա կտեսնի բոլորովին այլ Իրան, որի ժողովուրդն արդեն հոգնել է պատերազմներից եւ պատժամիջոցներից։ Ըստ գործակալության Խամենեին այժմ կարող է վստահ լինել, որ իր վարչակազմը վերապրեց պատերազմը, սակայն արդեն առողջական խնդիրներ ունեցող 86-ամյա առաջնորդը նաեւ գիտի, որ գուցե իր օրերը հաշված են եւ գուցե արդեն մտածի իշխանությունը փոխանցելու մասին, կամ մեկ այլ բարձրաստիճան հոգեվորականի կամ նույնիսկ ղեկավարող խորհրդի։ Ռոյտերսն էլ վկայակոչելով պաշտոնյաների ու ակտիվիստների գրում է, որ հրադադարից հետո Իրանի իշխանություններն այժմ սկսում են միջոցներ ձեռնարկել երկրում ներքին անվտանգությունն ապահովելու համար, ինչը ուղեկցում է զանգվածային ձերբակալություններով, մահապատիժներով եւ զինվորականների տեղակայմամբ կոնկրետ անհանգիստ քրդական շրջանում։ Իրանցի իրավաբան եւ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին Ռոյտերսին տված հարցազրույցում ասում է, որ այս պատերազմը ցույց տվեց, թե որքան թույլ է Իրանի վարչակարգը։ Ըստ նրա, այն փորձում է թաքցնել իր թուլությունը, ճնշելով ժողովրդին, եւ որքան թույլ է արտաքին ճակատում, այնքան ավելի բռնի է դառնում երկրի ներսում։ Հենց երկրի ներսից էլ տեղի կունենա իշխանափոխությունը, ասում է Էբադին։ Նա Իսրայել và նա Ամերիկա։ Ոչ Իսրայելը, ոչ էլ Միացյալ Նահանգները չեն հայտարարել, որ ցանկանում են փոխել ռեժիմը։ Ընդհանուր առմամբ Իրանի ժողովուրդը դա չի ընդունի։ Իրանի ռեժիմը կընկնի ժողովրդական հեղափոխության միջոցով եւ այդ օրը մոտ է։ Իրան این مسئله رو قبول نمی‌کنه.